Բարև ձեզ, հայր ջան։ Գտնվում եմ Հոկտեմբերանում, նոր քնչականից եմ դուրս եկել։ Так, հետո կխոսամ։ Ուրեմն ուզում եմ հասկանալ։ Հայաստանով մեկ ընտրությունները ավարտվել են, այն որ ընտրությունները անօրինական է, բոլորը գիտեն։ Ուզում եմ հասկանալ, այս ինչիա մնացել մինչև հիմա այս պաստառները։ Այսինքն Ինչ իրավունքով այս պաստառները մինչև հիմա մնացել են ու ոչ թե միայն Հոկտեմբերանում, այլ ամբողջ Հայաստանով մեկ, ինչ իրավունքով, ասեմ իմանալ, թուրք ռոժի, թքեցի նոր, որ իմանաք բոլորըց, հայեր։ Ով որ չի հավատում, խնդրեմ, նայեք։ Ով որ չի հավատում, նայեք։ Թուր ռոժի, թուրքի լամու, այսենց։ Ժողովուրդ հայեր, ամբողջ քաղաքական դաշտը թշնամի ջվուտներն են, ոչ դոդ են բռնում, ոչ դոդ են քննության ենթարկում, սաղ սուտ բաներ է, մի հավատացեք, ձեզ զբաղվեցնում են, ամբողջ երկիրը բերել են, լցրել են իբր թե ռուսներով, ասեմ դուք իք մանակետել, տներ առել են, մեբելով են արդեն սենց, զկուպայուցը, մեբելներ են իրանց առնում ու մի բան եմ ուզում հասկանամ, մտել եմ յունի բանկ, Արինբուրգից եկած հրյա, բուղեն, ասում է, որ տուն առե, մեբել է ուզում վարկով առնի, ու իրան չեն մերժում, որ դու ինչ իրավունքով Հայաստանից, այսինքն որ մեկը կարա գնա այլ պետությունից վարկ ստանա, այլ պետության բանկի ֆիլիալից վարկ ստանա, ժողովուրդ ջան, իրան ընդամենը ասեցին, հաստատուղ ներկայացրակո հասցեն, ասեց, որ չգիտեմ ենտեղ ինձ այրում ար նույնացման կարտեր ինչ էր ներկայացնում, որ ինքը Արինբուրգից է, Արինբուրգսկը օբլաստ ենտեղ հասցեն ասեց, ու իրան չասեցին, որ գիտեք ձեզ վարկ չի հասնում, դուք այլ երկրի քաղաքացի եք։ Իրան հետ սկսեցին պիրիգավորներ վարել, վարկ ձևակերպելու համար։ Ժողովուրդ հայեր, այսինքն Իսրայելը, Ջհուդաստանը, Իրան թուլեկներին, ստեղ սխեմայա գործում, Իրան ջհուդներին, տան համար գումարներ է փոխանցվում, եթե չխոսամ, որ են 2 միլիարդ 600 միլիոնը Արցախը կապիտուլյացիա ենթարկելուց հետո Եվրո խորհուրդը ստեղ փող ուղարկեց, դա հենց այդ փողերն էր, որ ես գոռում եմ շինարարություն է կատարվում, իրանց ջհուդներին, ազերներին, թուրքերին, քրդերին բերեն լցնեն ստեղ։ Կահույք առնում աբարիկով Հայաստանի բանկերի միջոցով, հասկացեք, մենք 1000 ու մի թուղթ են մեզնից ուզում, աշխատավարձի, բիզնեսի կոֆինանսական վիճակն են բանանում, հետազոտում, քեզնից փաստաթղթեր են ուզում, որ տեսնեն բիզնեսը ինչ կարգավիճակի մեջ է, եկամուտաբեր է, եկամուտաբեր չի, բնակ վայրից, հանգարսև ցուցակի մեջ չլինես, հանգար չգիտեմ ինչ, որ բյուրոն որոշի վերջապես վարկ տա կամ չտա։ Սա ընդամենը եկավ, ասեց, որ տուն առե Հայաստանում, մեբելը արդեն ուզում լցնել ու վարկ է ուզում վերցնել Հայաստանի բանկերից ինչ-որ մեկից, ու իրան չեն մերժում, ժողովուրդ ջան, դա էլ իմացեք, որ հասկանաք ինչա կատարվում, հասկացաք, ամբողջ քաղաքական դաշտը ջհուդներն են հայախոս, ժողովուրդ ջան, մեզ ներսից դեմ են տալիս, եկել են, լցվել են, այսենց, լավ է, զինվորի մասին հետո կխոսամ, կոտորելով, կանալները քծելով, մայրարվները քծելով, գետերը քծելով, բաննագում Իգնասպանի անվան տակ, մեր
հրաշք տղեկներին սպանելով։ Էլ որ ասեմ, ժողովուրդ ջան, ձեզ կոտորում են, մեզ կոտորում են, որ տեղազատեն էս եկածները ինտեգրվում են արդեն, ու նոր չեն ինտեգրվում, ու այնով որ հայի ազգանունի տակ սրանց ծապահարում է, તો այդ թուրք ջվուդ լամուկներ, որ նստած եք հայի ազգանունի տակ, ծապահարում եք եկածներին։ Ձեր վերջն եկել է, չկա որևէ մի չար արարք, որ անպատիժ մնա, անիծյալներ, անիծվածներ, եկել է ձեր ժամանակը պատիժվելու, վերևն Աստված մեռնեմ Աստծո զորությանը, միջև վերջի թուրքը, միջև վերջի քուրդը, միջև վերջի ջվուդը, միջև վերջի ազերը պատիժվելու են, վերևն Աստված մեռնեմ Աստծո զորությանը, ժողովուրդ ջան։